ներկայացնեք, ինչ որոշում կայացրեց դատարանը։ Դատարանը ոնց որ եւ սկզբից կանխատեսում էինք, բավարարեց քննիչի միջնորդությունը, կալանք 2 ամիս ժամկետով։ Ըստ էության տեսակցությունները սահմանափակեց, այլ անձանց հետ բացառությամբ մերձավոր ազգականի, այսինքն մոր, այլընտրանքային խափամիջոցների կիրառումը, տնային կալան, գրավ եւ այլն գտավ, որ այս պահին բավարար չէ։ Վերաքննիչ դատարանում բողոքարկելու եք դատարանի միջև։ Միանշանակ բողոքարկելու ենք, որովհետեւ այստեղ որպես այդպեսին ակնհայտ ապօրինի դատական ակտի հատկանիշ կա եւ դրա մասին ամբողջ դատականության ընթացքում ասում էինք, որպեսզի շատ չմանրանանք, 2 կարևոր նկատառում պետք է ընդգծենք։ Տեսեք, այս պահին հոդվածներից մեկը, որը որ մեղսագրվում է, այն պահին իբր երբ որ ենթադրյալ արարքը կատարել է, հանցագործություն չի հանդիսացել։ Այսինքն իրենք ասում են 2021 թվականին դու հարկադրել ես, որպեսզի ընտրության մասնակցի եւ կոնկրետ անձի չընտրի, 2021 թվականին դա հանցագործություն չի եղել։ 2022 թվականի օրենսգրքով նոր վերածվել է հանցագործության։ Իսկ օրենքը պարզ է, եթե կոնկրետ արարքի կատարման ժամանակ դա հանցագործություն չի, ապագայի քրեականացումը չի կարող հետին ամսաթվով գնալ եւ դիտարկվել։ Հետեւաբար սա չէր կարող ընդհանրապես մեղադրանք ներկայացվել, սա նոր չէր կարող կալանք լինել, դրա մասին շատ մանրամասն խոսել ենք, բայց ինչպես տեսնում ենք, իրենք շակերտների մեջ ասած խուլ են, համր են, չեն տեսնում, չեն լսում, այնքան ժամանակ, քանի դեռ սա կոնկրետ հրահանգի արդյունքում է։ Մյուս հոդվածով էլ ըստ էության իրենք ասում են, որ դու կոնկրետ մեթոդների կիրառմամբ քո լիազորությունները գործադրելով ծառայական եւ այլն հարկադրել ես հավաքի մասնակցել, չկարողացան ցույց տալ օրենքով նախատեսված թե ինչ եղանակով է դա հարկադրումը կատարվել, ընդհանրապես հարկադրանքը չկարողացան ցույց տալ, ծառայական լիազորությունները չկարողացան ցույց տալ, այսինքն ընդհանրապես խոսքեր, որ հանցագործություն է կատարել, բայց թե հանցագործությունը ոնց է դրսևորվել, հանցավոր որևէ հատկանիշ չկար։ Հետևաբար առնվազն այս հիմքերով միանշանակ բողոքարկելու են, մնացած հիմքերն էլ բավականին խորությամբ առկա են, բայց այս պահին այդքան չի ցանկանա անդրադառնալ, որովհետև որոշակի մարտավարական հատկանիշներ կան։ Քննարկությունների արդյունքում քննչական կոմիտեն հաղորդագրություն լուսանկարներ տարածեց, լուսանկարներում գումար է երևում, ոսկյա ձուլակտորներ, այլևս այլ ոչինչ չկա։ Ինչպես է մեղադրող կողմը այդ ամենը կապում մեղադրանքի հետ, ինչպես են փորձում ապացուցել, որ այդ գումարով փորձել են կաշառել եւ կամ հրահրել, մասնակցել աղաղակին։ Նման մեղադրանք էլ չկա, նման խոսք էլ չկա, այդ գումարով կաշառել, հրահրել եւ այլն։ Գնացել են թեմում խոզարկություն են արել, բնականաբար գումարել կա հայտնաբերեն, ասենք ինչ խնդիր է որ գումար են հայտնաբերել, բայց քանի որ ամեն ինչ հիմնված է հենց այդ կեղծիքի վրա, որ տեսեք գումար կա, ինչ ասենք որ թեմի առաջնորդարանում գումար կա, պետքա չլիներ, այսինքն դա շատ բնական է որ կա եւ պետքա լինի, որովհետեւ այն բազմաթիվ ծախսեր կա, որ ծախսերը պետքա հոգացվի։ Հիմա եթե կա, դա արդեն նշանակում է խնդիր է, բայց փորձում են անդադ չեղած տեղը տպավորություններ ստեղծել, որը արդեն կարծում եմ չի էլ աշխատում, իրենք չնայած այդ հին տրամադրությունների մեջ է մնացել։ Գիտեք, մի հատ կարևոր բան կա, էլի։ Այսքան որ ասում են սա քաղաքական չի, այսքան որ ասում են այստեղ չկա նպատակ, որ ասենք իրավական գործընթացները, ասենց միջև հիմա որևէ քահանա նույնիսկ Հայաստանի Հանրապետությունում չի ձերբակալվել, էլ չեմ ասում սրբազանների մասին, եպիսկոպոսների մասին, մեկ էլ քաղաքական իշխանության ղեկավարը հայտարարում է եկեղեցու դեմ պայքարի մասին, սենց ամբողջ քննչական, դատախազական, ոստիկանական ԱԱԾ-ի համակարգը լցվում է սրբազանների կալանավորման, քահանաների կալանավորման։ Հիմա այսքանից հետո կարելի է ասել, որ սա սովորական իրավական գործընթաց է, իհարկե ոչ, հետևաբար չպետք է զարմանալ այսօր, որ այս մարմինները անում են այն, ինչը որ ակնկալվում է քաղաքական իշխանության կողմից։